Եթե կհասկանաք Կանչում եք, ում եք եկել տանեք։ Նիկոլին Թարգմանեք։ որոշ այո մենք կթարգմանենք Բայց ես առանց խոսում։ տանելու եմ ըստ մեղքերի։ Իսկ ինչ մեղք կա գործել։ մեղքերը Մեղքերը այստեղ նշված են, իհարկե ոմա։ Այստեղ չէ, սա իդել են ձեր հետ ուղարկելու։ Մի քիչ առաջ կգաք, տիկին դրող։ փոքրել էլի եկես թեպի ասես Նա կոմունիկացիա գելի է դրող։ Մի քիչ հերթին ասեք, հա։ Տեք դեպի հանրությունը ձեր դժոխային դեր։ Իսկ կներեք, դժոխնում ավելի վատ հեսցել մեր իրական։ Կնդերից է գալու, մի հատ թարգմանեք։ Ես թարգմանեմ այո այստեղ շատ ավելի վատ է եւ այդպես մահվան դեսպանն է եկել դժոխքից ոչ եկել է բացատրի որ Նիկոլի ժամանակն է տանելու եւ ներկայացնում է Նիկոլի մեղքերը եթե կարելի է ես ներկայացնեմ մի րոպե այլ ասերվածություն Ժողովուրդ մեջտեղ եկեք որ բոլոր կամերաները կարենան նկարեն էլի մեջտեղ եկեք իմաստը նկարն է Գնացեք դեպի կրակ։ Զգուշ այո Նախ նորից սկսեք մեզ ինչ օրինակ մոտեցում էր այս Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժոխքից, ասելու որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժոխք եւ Նիկոլին, Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժոխքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժոխքի շատ քիչ պատիժ մարդիկ ովքեր որ պատիժ են կրում հիմա դժոխքում շատ քչերն են որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն ներապաշտություն թալան դավաճանություն չարություն նենգափոխություն պարտություն Եվ այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որը եւս ասեցինք, սա խնդրում ենք մենք դժոխքի դեսպանը պահի։ Ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր։ Մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք, եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետև սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էինք, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն առաջինը էքզորցիզմ անեն այս ճարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իր ճարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։